Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հրապարակել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ Դրանում նա նկատել է, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում տեղի ունեցած այդ իրադարձությունները խորը հետք են թողել յուրաքանչյուր հայի հոգու եւ գիտակցության մեջ։ Ըստ կառավարության ղեկավարի, այս ողբերգությունը վերապրելը վերջին ավելի քան 1 դարյա մեր ազգային օրակարգի առանցքային հարցերից է, անկախ նրանից, թե որքանով է ձևակերպված եղել որպես այդպիսին։ Այս օրակարգի շուրջ կառավարության եւ անձամբի մտորումներն ու մտածումները հանգում են հետեւյալին՝ զարգացած ինքնիշխան անվտանգ, այսինքն սահմանազատված եւ սահմանագծված սահմաններով Հայաստանի Հանրապետությունն է մեծ եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը։ Պետություն եւ պետական շահեր Հայաստանի Հանրապետություն միջազգայինորեն ճանաչված տարածքով հարևանների հետ կարգավորված հարաբերություններով, բաց սահմաններով, խաղաղություն, աշխատանք, բարեկեցություն, ազատ եւ պաշտպանված քաղաքացի, ահա թե ինչը, ովքեր եւ ինչպես պիտի վառ պահեն մեծ եղեռնի զոհերի հիշատակը, նկատել է վարչապետը։ Նրա խոսքով Հայաստանի կառավարությունը գնում է այս ճանապարհով, որովհետեւ այսպես են վերածնում այն ուղերձը, որ հղում է պատմությունը, լսում են Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու սրտի տրոփյունը։ Նա վստահություն է հայտնել, որ ժողովուրդն ու նրա ընտրած կառավարող թիմը բաց չեն թողնի այս հնարավորությունը հանուն նահատակների եւ հանուն սերունդների։